United-ը սատանայից վերածվում է սատկածանայի, Բարսային պատժում են մեծ աշակերտներին, Մեսին խայտարակվում է Թյուրամ եղբայրները եղբայրասպանության էին գնում, հանգստյան օրերը շատ հարուստ էին գոլերով, գեղեցիկ դրվագներով եւ ոչ միայն ֆուտբոլով, ողջույն բոլորին։ Եկեք ամբողջացնենք այն մեր բաժանորդագրություններով, լայքերով եւ այլնով, որովհետեւ մենք իսկապես եզի աշխատանք ենք կատարել։ United-ի որոշ երկրպագուներ անջարությունից արդեն ասում էին, թե Հոլանդը այս դրվագում խաղից դուրս է եղել, փրփուրներից են կախվում, եզակիներն անգամ ամորիմի վերից։ Շատ եմ խնդրում, որ ինձ օգնեք։ Պրոբլեմ չկա։ Այլ կերպ չէին կարող սկսել խոսքը մանչեսթերյան դերբիի մասին, որովհետև եթե սա էլ չօգնի ամորիմին, ապա նա հաստատ կայրվի դժոխքի կրակներում։ 3-0 ու մանկունյացիները ոչինչ չկարողացան առաջարկել կիսատրաքած City-ին։ Մի հատ նայեք դոկուն ոնց է անցնում պաշտպանների միջով, ոնց որ տաքացրած դանակը կարագի միջով։ Այս դրվագում вообще աղետալի է պաշտպանների վիճակը։ Լրիվ սա բաց դռների օր էլ չի, սա բաց բերանների օր է։ Աղթանակները դեռ առջևում է։ Դե իսկ վերջին գոլը լրիվ կուլմինացիան էր United-ի համար, ու սա այն դեպքում, երբ Օնանան արդեն Թուրքիայի թուրքերի գլխին է փորձանքներ բերում։ Իդեպ, այս դերբիին զուգահեռ տեղի էր ունենում Տրաբզոնսպոր Ֆեներբաղչե խաղը, որտեղ Տրապի դարպասին Օնանան էր, իսկ Ֆեների բաղջին Էդերսոնը City-ից։ Սակայն միևնույն է, մանչեսթերյան կարմիր հատվածի տրամադրությունը բռի է։ Հակառակ տրամադրությունն է Արսենալում, որը վաճառել է Շևչենկոին ու Ժարիտ է անում։ What a strike, what a goal! Նոթինգեմ Ֆորեսթը Արսենալից գնել էր Ալեքսանդր Զինչենկոին, նշանակել Անժե Պոստեկոգլուին ու արդյունքում Shevchenko's the other one, obviously, because he's on loan from Arsenal, it's not available. Ախր ոնց կարելի է շփոթել Զինչենկոին Շևչենկոյի հետ։ Ախր նրանց միակ նմանությունը այն է, որ երկուսն էլ թռել են զորահավաքից։ Իսկ զինագործները զենքերը առաջնագից ուղարկելու փոխարեն իրենց շահերի համար են օգտագործում։ Սուբիմենդիի գոլը տեսակ, Գյոկերեշը գոլ խփեց ու շատ ակտիվ էր։ Աշկիս Արսենալը այս տարի չեմպիոն դառնա խայտարակ լինենք, հատկապես որ Լիվերպուլը ծախսելով իր ողջ բյուջեն մնացել է պենալի, Սալահի ու վերջին րոպեի հույսին։ Բյորլիի դեմ խաղը չեմ տեսել, բայց ինչ էլ որ եղած լինի։ Եղբայրներ, դուք լավ եք։ Լավ չէի նաև Թյուրամ եղբայրները։ Նրանք դժգոհում են ու ամեն մեկն իրենն է պնդում։ Թյուրամ հայրիկին բողոքում են, թե չեն կարողանում խաղալիքը կիսել։ Չէ, Գլոբ ջան։ Նրանք իրար դեմ էին խաղում Յուվենտուս-Ինտեր խաղի ժամանակ։ Մարկուսը Ինտերից, Կեֆրենը Յուվենտուսից։ Այս խելահեղ խաղում երկուսն էլ մեծ դերակատարում ունեցան, բայց մինչև այդ թուրքերն էին գնդակահարում։ Չալխանօղլուն, Ելդիզը, հետո եղբայրները մի հատ խփեցին ու այդ ժամանակ Լիլիան Թյուրամը, նրանց հայրը։ Նենցա հենոյով էլ հպարտացող կա։ Բայց ինչքան էլ հպարտանանք, պետք է ընդունել, որ այդ օրը Յուվենտուսը ավելի համար գտնվեց եւ հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին։ Գոլի հեղինակ դարձավ Վասիլի Ազիչը, որի հայրը նույնպես շատ հպարտ է։ Այդպես հպարտանալ կարող ենք նաեւ մենք ազգովի, որովհետեւ 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նոր տար է գրանցել նժույգ թափեր գործիքի վրա, որը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան գրանցել է հենց նրա անունով։ Սա 18 տարեկանում։ Համեմատության համար ասեմ, որ Ալբերտ Ազարյանը իր հայտնի ազարյանական խաչը արել է 24 տարեկանում։ Պատկերացրեք տարբերությունը։ Բարսելոնայի 18 տարեկաններն էլ կրկին անցան Վալենսիայի վրայով։ Վերջին 3 խաղերում այս թիմին կատալանները 18 գոլ են խփել, պատկերացնում եք, արա իսկ ժամանակին Վալենսիան, արա թիմ էր։ Ինչևէ, Բարսայի մեկնարկային կազմում չէին Ռաֆինյան, Յամալը, Լևանդովսկին, Դեյոնգը, Բալդեն, մի խոսքով մի ամբողջ կազմ։ Չնայած այս առանցքային խաղացողների բացակայությանը, չնայած որ թիմը խաղում էր իրենց հայաթի դաշտում, միևնույնն է, անկասելի էին ուղակի 6-0։ Յամալը այդ խաղը նայում էր առանձին հայաթի ինգերների հետ, ու դա բնականաբար դուր չեկավ Գավիին, որը մի հատ շեշտակի նայեց։ poquito más abajo, pero Gavi
ahí estaba ofreciéndole un poco esa zona. Արա ասում արա դու անաստված չես արի մեր հետ նստի արա մեր թիմից ես դու երեխա չես ու լսեց բայց ինչու չէր խաղում ոսկե տղան բավականնում նրան խաղացնում էին սուր ցավերով նա անգամ չի մարզվել սա խայտառակություն է սա մամուլի ասուլիսին է ասել իսկ ահա ականատեսների պնդմամբ Դելաֆուենտեի Իսպանիայի գլխավոր մարզչի հետ ուղիղ շփման մեջ ուղիղ ասել է հոդու չես դա ճիշտ է էլի արա թուրքերի հետ խաղին օրինակ որ հենց ամենասկզբից պարզ էր որտեղ թիմ չկա ինչ իմաստ ուներ այդ երեխուն ցավերով պահել մինչև համարյա խաղի վերջ լավ բա Ռաֆինյան ինչի չէր խաղում պարապոնքից էր ուշացել ասում են Լևանդովսկին էլ միշտ շարքի վերջում է նստում կամ կանգնում ու անընդհատ դասերն ու պարապմունքները խանգարում է բայց միևնույնն է Ռոբն ու Ռաֆը մտան ու պարտեր իջացրին Վալենսիային ամեն մեկն իր հերթին պարտեր ասեցի հիշեցի այս ընթացքում տեղի է ունենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ոնց հասկանում եմ մեր մարզիկները սովորականից վատ են հանդես գալիս, բայց մի հետաքրքիր միջադեպ աչքովս ընկավ, որ ուզում եմ պատմել ձեզ։ Եվրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ազատ ոճային ըմբշամարտում շատ վստահ հաղթանակ էր տարել ամերիկացի ըմբիշի դեմ։ Այս հաղթանակը շատ էր տպավորել ճապոնացի ըմբիշ օլիմպիական չեմպիոն Կայ Հիգուչին, որի ռեակցիան մոտավորապես նշանակում էր արժանես ինչ ձև է իր պարտերում դրան։ Բարբի միջազգային ֆեդերացիան էլ որոշեց վիզուալիզացնել այդ ամենն ու ներկայացնել հանրությանը։ Բայց լավ, եկել է ժամանակը առաջիկա խաղերին ծանոթանալու, չեմպիոնների լիգան վերադառնում է, իսկ երկրորդ մասում կլինի Մեսսիի խայտառակությունը եւ ֆանտաստիկ լուրեր։ Սեպտեմբերի 16-ին կհանդիպեն Մադրիդի Ռեալ Մարսել եւ Յուվենտուս Բորուսիա Դորտմունդ զույգերը։ Սեպտեմբերի 17-ին Այաքս Ինտեր, Բավարիա Չելսի, Լիվերպուլ Ատլետիկո Մադրիդ, Պարի Սեն-Ժերմեն Ատալանտա զույգերը կխաղան։ Բոմբա լինելու։ Մի քանի թողարկում առաջ պատմեցինք ռումինացի ֆուտբոլիստ Ջորջ Կալինցարոյի մասին, որ ծաղրի առարկա էր դարձել իր իրացրած այս պանենկայի համար։ Լրիվ նույն, մեկը մեկի նույն իրավիճակում էր Լիոնել Մեսսին, որը որոշեց նույնպես պանենկա անել։ In the League's Cup final several weeks ago, Lionel Messi save made! Ու սա այն դեպքում, երբ Մայամին պարտվեց 3-0 հաշվով։ Գիտեմ, սրա համար շատերը կթռնեն դեմքից, բայց փորձեմ բացատրել, թե ինչու՞մ նա խայտառակությունը։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, անգամ Մեսսին, կարող է վրիպել 11 մետրանոցից, դա նորմալ է, բայց եթե ֆուտբոլիստը հենց Մեսսին որոշում է դա անել արտասովոր պանենկայի ձևով ու նման ձև է կատարում, դա ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, եղբայրներ ընկերներ։ Ուրարտուի Միշելը հիմա կսովորեցնի ինչպես անել պանենկա։ Սա Հայաստանի առաջնության Ուրարտու Արարատ Արմենիա խաղից էր, որը շատ բարձրորակ մակարդակում անցավ, շատ հաճելի էր դիտել եւ ավարտվեց 4-3 հաշվով հոգուտ Արարատ Արմենիայի։ Նույնը կարելի է ասել նույն տուրի Շիրակ Արարատ խաղը, որը 4-2 ավարտվեց։ Ռասմուս Հոյլունը գոլի հեղինակ է դարձել Նապոլիի կազմում։ Սա հատկանշական չէր լինի, եթե դանիացին Յունայթեդից հեռացած չլիներ։ Ատլետիկո Մադրիդը այնքան վատ է սկսել առաջնությունը, որ հայտնի երգչուհի Դուա Լիպան Ատլետիկո Մադրիդը Վիլյարեալ խաղին որոշել է երկրպագել դեղին Սուզանավին, չնայած ատլետները հաղթեցին 2-0 հաշվով։ Պարի Սեն-Ժերմենի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կոտրել է ձեռքը։ Ասում են, այդ կռունկի վրայից մարզումներին հետևելուց ասել է այնքան բարձրացրեք, որ չտեսնեմ այդ Դեմբելեի դեմբիլությունները։ Նյուքասլը Ալեքսանդր Իսակի փոխարեն գնել է Ռուդի Ֆյոլերին կամ նրա շատ թարմ տեսակը։ Նիկո Վոլտմեյդը արդեն հասցրել է հոսանքարել Վուլվերհեմպտոնին, գայլերը վախենում են հոսանքից։ Դե ինձ սիրելի բարեկամներ, այսքանն էր այսօրվա համար։ Բա չես ամաչում։ Ինչ ա եղել։ Աբա Ռեալի մասին չես պատմում։ Մադրիդի Ռեալը հյուր էր գնացել Ռեալ Սոսեդադին։ Շատ կուզեինք ասել, որ այդ խաղի հերոսը դարձավ Արսեն Զախարյանը, բայց նա Սան Սեբաստիանում արդեն վաղուց շաուրմանոց է բացել ու դզվել է։
Ինչ վերաբերվում է խաղին, ապա Ռեալը համարյա միշտ էս մրցակցի հետ հանա լինում։ Կիլիան Մբապեն օրինակ օգտագործելով Մարսելոյի մազերի մեջից վեր գտած գոլային հոտառությունը բամբի տարեց։ Այս տղեն մոնստր է ուղակի։ Հետո եղավ Դին Հաուսենի կարմիր քարտը ու Ռեալի ֆաները իրենց չկորցրին միանգամից բոլորի աչքը կոխեցին այս դրվագը Բարսելոնայի մասնակցությամբ, ինչը ստիպեց ընդունել սխալն ու պատժել մրցավարին։ Համենայն դեպս դրանից հետո եղավ Գյուլերի գոլը եւ Ռեալը ավելի քան 1 ժամ 10 հոգով խաղալով կարողացավ պահել հաղթական հաշիվը։ Միայն 1 գոլ եղավ Օյարսաբալը 11 մետրանոցից ու վերջ Ռեալը վերցրեց իր 3 միավորը։ Դա խոսում է Ալոնսոյի շատ լավ աշխատանքի մասին, իսկապես ես զգում եմ, հեսա Վինիսիուսին էլ խաղացնելու խայտարակ լինենք։ Խայտարակ կլինենք նաև մենք, եթե մինչև այս ամսվա վերջ չհասնենք 4000 հետևորդ։ Գրազ եմ եկել, խնդրում եմ, պատերժկա արեք։ Բաժանորդագրվեք, լայքեք ու զանգակեք։ Հիշեք, այստեղ պարզապես նորություններ չեն։ Մենք տրամադրություն ենք փոխանցում։ Լավ եղեք, կհանդիպենք։